Հունահռոմեական ոճի իմշամարտիկ Մալխաս Ամոյանն է։ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած հունահռոմեական ոճի իմշամարտի աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը իրենն է։ Ասեմ, զգացողություններս անբացատրելի են, քանի որ այս ինչ քաշային կարգս փոխում արդեն 3 տարի կլինի, որ աշխարհի առաջնությունից բրոնզե մեդալով էի վերադառնում, օլիմպիական խաղերից էլ բրոնզե մեդալ, ինչ որ միտեղ ինչ չէ հերիք հասնում, ինչ որ մի բան խանգարում էր, բայց փառք Աստծո, ճիշտ մարզումների շնորհիվ, քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացա հասնել իմ նպատակին։ Մալխասը փառահեղ հաղթանակով իր մարզական կարիերայում երկրորդ անգամ է նվաճում չեմպիոնի տիտղոսը։ 77 կիլոգրամ քաշային կարգում ըմբիշը 4 գոտեմարտ հաջողությամբ հաղթահարեց, իսկ եզրափակչում 9-1 հաշվով պարտության մատնեց Փարիզի օլիմպիական խաղերի չեմպիոն ճապոնացի Նաոկի Սակային։ Ամենադժվարը ինձ համար կառանձնացնել եզրափակիչ գոտեմարտը, կարող է բոլորին թվա, որ մեծ առավելությամբ հաղթե ինձ հեշտ է տրվել, բայց չէ, ես հոգեպես շատ փորձել եմ լավ պատրաստվել այդ ըմբիշի դեմ, քանի որ օլիմպիական խաղերում հենց նրան էի պարտվել եւ ուզում էի նաեւ հաղթել նրան, կարողացա ճիշտ գոտեմարտ անցկացնել, ավելի շատ հասկացա, որ կարողացել եմ այդ սխալները շտկել, գտնել նրա հաղթանակի բանալին, որը որ օլիմպիական խաղերում ընդհանրապես չկարողացա գործել եւ այս անգամ կարողացա ճիշտ գոտեմարտել եւ հաղթել։ Աշխատասիրություն, հետևողականություն եւ մեծ նվիրում, ահա աշխարհի չեմպիոնի հաջողության գրավականը։ Իմշամարտը ես կասեի նաև բոլոր սպորտաձևերը, միայն ֆիզիկական աշխատանք չի, պետք է կարողանաս հոգեպես, ֆիզիկապես, տակտիկապես, ամեն ինչը մի փոքր կապ ունի սպորտում, ինչպես նաև գիտելիք, ուսում։ Այս հաղթանակը Մալխասի համար առանձնահատուկ էր, քանի որ զինվորի կարգավիճակում եռագույն միջազգային հարթակում բարձրացնելն առավել պարտավորեցնող էր։ Մեծ պատիվ է, որ ես զինվոր եմ, շատ հետաքրքիր ժամանակահատված է, լիքը բան ենք սովորում, ճիշտ է, շատ ժամանակ մենք լինում ենք հավաքների, լինում ենք մրցաշարերի, այդ ժամանակահատվածում բացակայում ենք, բայց իրոք պետք է տղամարդուն, ինչպես նաև կոփում է։ Աշխարհի չեմպիոնն ասում է, իր հաղթանակն առաջին հերթին նվիրում է զինված ուժերում ծառայող բոլոր զինվորներին։ Ուզում առաջին նրանցի շնորհակալություն հայտնել, ես երախտապարտ եմ նրանք են պահում երկրի սահմանները, նրանք մեզ կողքին են եւ այս հաղթանակներն են ինձ թվում է նրանց կողքեվորի մեր բոլոր մարզիկների հաղթանակները, քանի որ մենք մի երկիր ենք, հանդես են գալիս Հայաստանի Հանրապետությունից եւ հնչում է հիմնը եւ դա բոլորիս հաղթանակն է։ Արժևում դարձյալ մրցաշարեր են տարբեր ակումբային առաջնություններում, իսկ հաջորդ տարվա ապրիլին Եվրոպայի առաջնությունը, որին աշխարհի չեմպիոնը մեծ ոգևորությամբ է պատրաստվում մասնակցել դարձյալ զինվորի կարգավիճակում։ Զարուհի Ռշտունի, Հովհաննես Գրիգորյան, Զինուժ։